Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հակոբյան, լավ եք։ Շնորհակալություն։ Պարոն Հակոբյան, լավ եմ, շնորհակալ եմ ձեզ։ Գայանե Զարգարյանն է անհանգստացնում Հայաստանից, News Media լրատվական գործակալությունից։ Եթե դեմ չեք, պարոն Հակոբյան, մի քանի հարցերի շուրջ կուզենայի զրուցեինք միասին։ Ուրեմն հիշեցնեմ նախ մեր լսարանին, որ զրուցելու ենք դիրիժոր հասարակական գործիչ Վարդան Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, նախ կխնդրեի անդրադառնայինք այս նախընտրական թողուբոհին, չնայած արդեն վերջին ակորդներն են տրվում, կարող ենք այլևս ավարտի մասին թերևս ազդարարել, ամփոփել։ Ինչ է տեղի ունենում նախընտրական այս էտապում, նախընտրական քարոզարշավի այս դրսևորումներին ինչ գնահատական կտակ, կարծում եմ դուք շատ լավ ծանոթ եք, թե ինչպիսի կոշտ հռետորաբանությամբ է այս օրերին էլ շարունակում հանդես գալ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ով ասում է, որ թաթիկները պոկելու է թալանչիների, կտրելու է կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանին սունկ է ուտասնելու, նրան բոմժ է դարձնելու, ընդդիմությունն էլ իհարկե չի զիջում իրեն այս մրցավազքում, նրանք էլ այսպես հոխորտում են կզացնել, չգիտեմ, չոքացնել եւ նմանօրինակ հռետորաբանությամբ շարունակվում է այս նախընտրական կրքերը եռալ Հայաստանում։ Կուզենայի ձեր գնահատականը լսել, ինչ սպասումներ, ինչ ակնկալիքներ ունեք, ինչպիսին կլինի Հայաստանը հունիսի 7-ից հետո։ Երևի վերջից սկսեմ, հունիսի 7-ից հետո ինչ Հայաստան կունենանք, աղբացա թե հայ ընտրողը ինչ կգերադասի։ Երկրորդն ինչ ունենք հիմա ունենք մի իրավիճակ, որտեղ իշխող վարչակազմը հաղթել է, արդեն անցել է բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի սահմանները, բարոյական եւ իրավական դաշտում, այս նույն սպառնալիքներով, խեղդելու սպառնալիքներով, կզսնելու, չգիտեմ ինչ որ ջարդշուրանելու, մի խոսքով այդ սպառնալիքները, որին ի պատասխան դատախազն ասում է, որտեղ հանցակազմ չկա։ Ես ինքս խորհուրդ եմ տալի եւ կոչ եմ անում բոլոր մասնակից ուժերին նույն բառերն օգտագործել Փաշինյան Նիկոլի նկատմամբ, որ դուք իրեն պատրաստում եք խեղդել, կզսնել, չոքացնել, մի խոսքով, ու վստահ եղեք, որ դատախազը արդեն ասել է, որ դրա դեմ հանցակազմ չկա, դրա մասով հանցակազմ չկա, իսկ երբ որ մեկ են գալ ձեր հետևից, արձագանքեք, որ ընդհանրապես դուք ցիտում եք Փաշինյան Նիկոլին, այսինքն այս ֆարսը ինչ որ կատարվում է հիմա, իրան պետք է ուղղակի այն աստիճանի զարգացնել ու գեներացնել, որ ոչ մի միջազգային դիտորս կլինի, կազմակերպություն կլինի, ինքը չկարողանա այլևս իրեն չլսելու տալ այն ինչ որ կատարվում է Հայաստանում, որովհետև հենց դուք նույն բառերը կրկնեք, Փաշինյան Նիկոլի ենիչերները գալու են ձեր հետևից, եւ սա շատ լավ բառ է, որ ասեք ես ուղիղ ցիտել եմ Փաշինյան Նիկոլին, ավել ոչ մի բան չեմ ասել, որովհետև մեր ձևով բառի համար Սամվել Կարապետյանին բանտարկել է, մինչև մայնքը կարծեմ կալանքի տակա չէ տնային։ Ոչ մի հանցակազմ չկա, մեր ձևով բառի համար կալանավորել եմ մարդու, բայց խաբյարի մեջ խեղդելու, սպառնալիքով, կզսնելու, չոքելու, մի խոսքով էս ամեն ինչի համար իրանք ոչ մի բան չեն գտել։ Սա պետք է տրոլինգի վերածել, տրոլինգ անել սա, այնքան զարգացնել, որ ոչ մեկ չկարողանա այլևս իրան չլսելու տեղ դնի ու հասկանան ֆարսը ինչ աստիճանի է բարձրացած, երբ որ մարդ կանգնում ասում է ես եթե վարչապետ եմ, իմ հետ նույնիսկ բարձր տոնով խոսալու համար պետք է մարդը գնա։ Այո։ Թոդված հոդինը դատեք, կանոնավորեք, բայց ես իրավունք ունեմ ասել, որ ես խեղդելու եմ, չոքսնելու եմ, կզսնելու եմ եւ այլն, ծաղրի բառը, սա ատելության խոսք տարածի, դիսկրիմինացիայի ենթարկի հայ մարդուն, արցախցի ես, իր այդ կապիկական ձևերով, ասում եք, արդեն մենք մտել ենք մի փուլ, որ նորից կրկնեմ, որ եւ իրավական, եւ բարոյական բոլոր սահմանները ջնջած են եւ ցանկացած մեկի համար որ սա նորմալ է, ինքը իր համար եւ բոլորիս համար խոստովանում է, կամ ինքը նույն կարժեքների կիսողն է, կամ ինքը թքած ունենա այս ամեն ինչի վրա որոշակի վարձատրության դիմաց, որը իր հերթին բերում է մի այլ կազուսի, որ հասարակությունում դա դառնում է նորմ, ու որպես կանոն դա վերադառնում է։
Ինչի է պետք է տրոլինգի վերածել, որովհետև նույնիսկ այն միջազգային կառույցները, որոնք որոշել էին, ասենք, չնկատել այս ամեն ինչը, հասկանան, որ այս կարգի հասարակություն ինքը վտանգավոր է եւ Եվրոմիության համար, եւ աշխարհի համար, եւ Ռուսաստանի համար, բոլոր միջազգային կառույցների համար, այս հասարակությունը, որի համար սա արդեն նորմ է, ինքը անընդունել է, որտեղ այս հասարակությունը նա թքած ունի մարդու իրավունքների վրա, թքած ունի օրենքների վրա, թքած ունի իր սահմանադրության վրա, եւ սա նույնականացվում է թուրքական հասարակության հետ, որին 50 տարի է առ այսօր մերժում են դառնա Եվրոմիության մաս։ Ինչի, որովհետեւ թուրքական հասարակությունը նույն արժեքների կրողը չի, ինչ եվրոպացիները, սա է իրենց խանգարում, բայց հաշվով թուրքերին թողնել Եվրոպա։ Այսինքն, այս ամեն ինչը մեզ բերում է կանգնացնում է նույն վայրենի ցեղասպան թուրքական հասարակության այդ նույն շեմին։ Սա է անում Փաշինյան Նիկոլը։ Ինչ պետք է անել այդ վտանգները նվազագույնի հասցնելու համար, պարոն Հակոբյան, եւ բացի դրանից կուզենայի մեկնաբանեիք, թե որն է պատճառը, որ Հայաստանում քաղաքական պայքարը մի տեսակ գաղափարական պայքարի դաշտից տեղափոխվեց ավելի շատ այսպես անձերի միջև, որպես այսպես հակամարտության դաշտ ձևավորվեց, այսինքն նույն ընտրողը, վաղվա ընտրողը չլսեց ըստ էության ծրագրերի մասին, անելիքների մասին, այսպես թռուցիկ, այո, մատնանշում են։ Պատասխանը Գայանե ջան, շատ բարձ։ Իշխանությունը չունի քաղաքական ծրագիր առաջարկելու։ Եվ իշխանության պատգլուխ Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ կյանքով հայտնի է եղել մի բանով։ Ինտրիգներով, կռիվներով, լարված, այսինքն, այս մարդը կառուցող չի, այս մարդը իրան կոմֆորտն է ազգում, հարմարավետ ազգում, ատելության խոսքի տարածման մեջ։ Իր այս ամբողջ կենսագրությունը, որ դուք նայում եք, սա ինտրիգների եւ կոնֆլիկտների քաղաքականությունն է։ Եվ ստի շուրջը կառուցված է։ Դուք վերցեք ամեն տարվա իր խոսքերը, համատեք հաջորդ տարվա հետ, կտեսնեք 180 աստիճանի տարբերություն։ Այսինքն ինքը չունի առաջարկելու այլ բան, քան ատելության խոսք եւ անընդհատ ուտելու գռհիկ ձևելու ուտելու տեսարաններ։ Դուք մի հատ նայեք իր քարոզությունը։ Կամ ինքը ուտում է շատ գռհիկ ձևով անընդհատ, ու դա չգիտես ինչի անպայման պետք է ամբողջը տեսնեն, կամ ինքը ատելության խոսք է տարածում։ Ես ես պետք է ասեմ, աշխարհը կառուցված չի այս ամեն ինչի շուրջը։ Սա դիստրակտիվ է, սա քայքայիչ է։ Աշխարհը համագործակցության շուրջ է կառուցված։ Այսինքն, եթե մենք նայենք բնության մեջ, ծաղիկը, հողը, ցիտիկները, ամեն ինչ բնությունը համագործակցության շնորհիվ է ինքը կոնստանտ իր ցիկլերի մեջ, Սա, որովհետև դա առարչական է։ Բարին համագործակցությունը դա առարչական օրենքն է։ Նիկոլ Փաշինյանը ինքը հակառարչական մեխանիզմ է, ինքը չարից է։ Եվ այս ամեն ինչը որ նայում եք, ինքը չարքի գործիքն է, որ իր շուրջ համախմբել է այդ գործիքակազմին ենթագիտակցականորեն համաձայն եւ վարսկանների մի խումբ, որ փողի դիմաց համաձայն են այս ամեն ինչին։ Պարոն Հակոբյան, իսկ ինչ է առաջարկում նույն ընդդիմությունը, բավականին այսպես ուշագրավ նաև իրավիճակ է, ես համարում եմ, որ մենք ընդդիմություն չունենք, բայց այդուհանդերձ ընդդիմադիր ճակատում ինչ է կատարվում, եւ ձեր կարծիքով ընդդիմադիր ճակատում այսպես առավել թիրախային պայքար գնում է իշխանության համար, թե պետության ապագայի համար։ Սա եւս կարևոր հարց է եւ հետաքրքիր է ինչ եք մտածում նաեւ այս առթիվ։ Մենք նախ պետք է սահմանենք ինչ է ընդդիմությունը։ Սահմանենք։ Կարիք ունենք ինչքան կարիք ունենք իշխանապողության, մենք այդքան էլ կարիք ունենք ընդդիմապողության, որովհետև ինչպես հայտարարեց մի 6 ամիս առաջ Փաշինյան Նիկոլը, ինքը որոշեց, որ իր ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանն է, որը իրան ամենահարմար ընդդիմությունն է, եւ ամբողջ մեդիա պայքարը, ամբողջ բառախաղը գնում է իր եւ Ռոբերտ Քոչարյանի մաքսիմում կից Գագիկ Ծառուկյան եւ Սամվել Կարապետյան։ Այսինքն թիրախավորել ոչ սրանք ռուսական թշնամիներ, չնայած ինքը ասում է մեզ չեն կարող վռնդել գերատամից եւ մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում գնալ։ Բայց իրենք մեր թշնամին են։ Ինքը ասում է, որ այս մարդիկ իրան թշնամին են, որտեղ ռուսական կողմություն են, բայց ինքը չի պատրաստվում այդտեղից դուրս գալ եւ ոչ մեկին թույլ չի տա իր եւ նրանց մեջ ստеп խրել։ Այսինքն ինքը պատրաստվում է ավելի լավ ծառայել, քան Ռոբերտ Քոչարյանը։ Այսինքն մենք պետք է
Այս ամենից եզրակացություն անենք մի բան, որ ով է ավելի վատը։ Երբ որ Պետրոսն ասում է դուք հանցագործ եք, ասում է այսօրվա հանցագործներն ավելի վատն են։ Նույն բանն է, այսինքն իրանց պասելով այս խաղը Ռոբերտ Քոչարյանը իր հանցագործությունը արդարացնում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ավելի վատն է։ Այո։ Պետրոս Ղազարյանը Նիկոլ Փաշինյանին արդարացնում է, որ այդքան էլ վատ չի, որովհետև քո մոտ ավելի վատ էր։ Այսինքն մենք չենք կարող սա ընդունելի համարել, հասկանում եք, հայ ժողովուրդը երկուսի նկատմամբ էլ խորքային ատելություն ունի։ Եվ շատ լավ հասկանում է Նիկոլ Փաշինյանը, դա համար Ռոբերտ Քոչարյանին նշանակել է ու շարունակում է պահել իրան գլխավոր ընդդիմադիր, բայց կարծում եմ այս հեքիաթին հավատացողները ավելի քիչ են, քան ինքը կարծում է։ Այս դեպքում ինչ անի ընտրողը, պարոն Հակոբյան, նույն բոլորին Եվ ինչ արդյունքում ինչ կունենա եւ ինչ կունենանք վերջնարդյունքում, այսինքն հասարակության մի հատվածը ձեր խոսքից նաեւ հասկացա, որ կորցրել է վստահությունը քաղաքական ուժերի նկատմամբ եւ ինչպես դուք նշեցիք, պասերով նրանք շարունակում են խաղալ։ Այս պասերով խաղը ուրամ է ստանելու եւ ինչ անի նույն հասարակությունը, ինչպես կողմնորոշվի։ Հասարակությունը չի կարող չմոլորվել, երբ որ 19 տեխնացու կա։ Փառք Աստծո, Տիգրան Ուրիխանյանը բավականին ազիվ գտնվեց եւ դուրս եկավ, ասաց ես չեմ ուզում դառնալ այս մասնակիցը, մնաց 18։ Այս հասարակության համար, մեր հասարակության համար չափազանց դժվար է 18 տեխնացուների մեջ կողմնորոշվել։ Բայց կա մի տարբերակ։ Օրինակ։ Այսօր ես ուր եթերում առողջում ունեի Անդրեաս Ղուկասյանի հետ, որ ասեց տարբերակը մեկն է։ Ընտրել 7 նոր ուժերի մեջից որևէ մեկին, եթե դուք չգիտեք ում ընտրել։ Այն ուժերը, որոնք երբևէ հայտ չեն ներկայացրել եւ նրանք նոր են քաղաքական ասպարեզում, որ երբևէ հայտ չեն ներկայացրել մասնակցությամբ։ Այո։ Ընտրեք իրանցից մեկին։ Մերժեք այս թուրքական եւ ռուսական ներկայացուցիչներին։ Անցեք մտեք նոր դաշտ։ Ավելավա դուք նոր դաշտում սխալվեք։ Ձեզ խափեն, քան դուք գիտակցաբար գնաք խափնվելու ճանապարհով։ Էսա ես եմ ավելացում, սա իր խոսքերը չի։ Որտեւ երբ որ դու նոր մարդու ես ղեկավար վստահում, ինքը քեզ խափում է, դա չարաշահում է քո վստահությունը, բայց երբ որ դու գիտակցաբար ընտրում ես քեզ արդեն խափացին, նշանակում է դու նախ ընտրում ես, որ քեզ եւս շարունակեն խափել։ Այսինքն ոչ մեկ պետք է չվախենա բաբոսրանք դավաճանեցին։ Դու ոչ մեկ չի դավաճանում հենց նենց։ Առաջին անգամ չարաշահում են քո վստահությունը, բայց երբ որ դու ես երկրորդ անգամ իրան ձայն տալի իմանալով հանդերձ ինքնովա, այ դա պատասխանատուն արդեն դառնում ես դու։ Եվ այսպես ինչ անի ընտրողը, ուրիշ բան կառաջարկեմ, եթե դու չունես տեխնացու, ընտրի նոր ընտրություններ։ Ընտրի նոր ընտրություններ, որ առաջարկում է դեմը 100 օրվանից։ Կամ ընտրի այն 7 կուսակցություններից, որոնք նոր են քաղաքական դաշտում, երբևէ չեն եղել, իրանք նոր են։ Գոնե կիմանաս, որ դու նոր բան ես փորձում։ Այլ նույնը դուք դա անցած անգամ ոչ եղել։ Դեպ այսպես մի փոքր շեղվենք հարցերի ուղղությունից եւ մի հարցել կուզենայի ձեր մեկնաբանությունը էլի լսել դոկի ճակատագրի այդ առեղծվածային իրավական գործընթացի եւ ընդհանրապես իր ճակատագրի հետ կապված ինչ ճակատագիր եք դուք կանխորոշում նույն դոկ կուսակցության եւ նույն Վարդան Ղուկասյանի հետ կապված քանի որ դուք երևի թե ավելի այսպես մանրամասն ծանոթ եք ի սկզբանե լուսաբանել եք եւ ակտիվորեն ներկայացրել եք իրավիճակը։ Ես ավելի ինֆորմացիա չունեմ կամ բոլորը, այսինքն ես ինֆորմացիաները որ ունեմ ես կիսվում եմ սիրով, իսկ ես արդեն ես մոտավորապես մի 6 ամիս առաջ եմ եկել էի եզրակացության, որ Վարդան Ղուկասյանին պահում են հատուկ համաձայնության շնորհիվ, որը կայացել է Հայաստանի եւ ամերիկյան դատական համակարգի եւ իշխանության մեջ։ Մասնավորապես օգոստոսի 8-ից սկսած էսկոմ։ Ու առայսօր դա դեմա, որովհետեւ որոշում կա իրան արտաքսել, իրանք խնդրում են, որ իրան արտաքսեն, իրան չեն արտաքսում։ Եվ որոշումը կայացված նույնիսկ ապրիլի 15-ից այդ որոշումը կա։ Իսկ հունիսի 7-ից արտաքսի, էս էլ փողը, էս էլ տոմսը, էս էլ ամեն ինչի, թողի քեզ գնամ, ասում են չէ դու պետք է մնաս բանտում։ Իսկ ինչ կլինի հունիսի 7-ից հետո։ Եվ ավարտվի ընտրությունները, ասում եմ, ասեք։ Այսինքն հունիսի 7-ից հետո նկատի ունեք, որ Վարդան Ղուկասյանին կարտաքսեն դեպի ուր։
Դե ըստ իմ ունեցած տեղեկություններով Ռուսաստան։ Նա համաձայնվել է տեղափոխվի Ռուսաստան։ Եվ այդ ամենը տեղի քաղաքացիա նաև ինքը։ Այդ ամենը տեղի կունենա ընտրությունների ավարտից հետո։ Այո, որովհետև եթե Վարդան Ղուկասյանը դրսում լիներ, ես ձեզ վստահեցնում եմ, ընտրության ընթացքը լրիվ այլ կլներ։ Ընտրությունը չէր լինի ոնց որ իրենք կարողացան ներկայացնել իրենց մեդիաներով, իբր Փաշինյան Նիկոլի եւ Ռոբերտ Քոչարյանի մեջ։ Թիմին ծանոթ եք, պարոն Հակոբյան, վստահ եմ, որ թիմին ծանոթ կլինեք, թիմի անդամներին։ Ցավոք ոչ։ Օրինակ ներկայացնեմ, տեղեկացնեմ, որ Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցությունը եւ ՌԴ-ում ապաստանած Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի համահայկական ճակատը միասնական ցուցակով են մասնակցում ընտրություններին։ Խոսքը գնում է այն նույն Արշակ Կարապետյանի մասին, ով ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զբաղեցնում էր զինված ուժերում հետախուզության վարչության պետի պաշտոնը եւ ով 16 թվականին պաշտոնանկարվեց Սերժ Սարգսյանի կողմից։ Խոսում ենք հիմա երկու տարբեր բաներից, ինչ են Վարդան Ղուկասյանի պահում եւ Արշակ Կարապետյանը ինչ գործ ունի այնտեղ։ Ես իմ համար կարող եմ ասել, որտեղ որ ես կամ Արշակ Կարապետյանը այնտեղ չի կարող լինել։ Արշակ Կարապետյանը իմ խոսում է բաներից, որ ինքը զեկուցել է, որ ինքը ներկայացել է Փաշինյան Նիկոլին պատերազմից առաջ, որ արձակում է լինելու կուտակումներ կան, որ Նիկոլ Փաշինյանը չի լսել իրան։ Հետո ասում է պատերազմը սկսելու ժամանակ ես ասեցի գնանք Մոսկվա դիմենք ապկին, չի արել Փաշինյան Նիկոլ, այսինքն Արշակ Կարապետյանը հիմա սկսել է բացահայտել, հանցագործության փաստեր, որ ինքը պարտավոր էր բացահայտել 5 տարի առաջ։ Արշակ Կարապետյանը նույնքան հանցագործ է, ինչքան Փաշինյան Նիկոլը։ Հանցագործությունը թաքցնելու համար նախ եւ առաջ։ Իմանալ չասելու համար հանցագործությունը թաքցնել ինքը։ Իհարկե, հենց դա նկատի ունեմ։ Պարոն Հակոբյան, ես ոչ մի բան չունեմ մեկին խնայելու կամ թաքցնելու, ինչը ասենք ինքը ԴՕԿ կուսակցության անդամ։ Չէ, եթե մարդը հանցագործ է, ուրեմն ինքը հանցագործ է։ Ինձ ասում եք ով է, ինքս ասում եմ ինքը հանցագործ է։ Շատ ինքը բարի։ մասնակից է եղել, գուցե չուզենալով, ինչ-որ դեմ լինելով, բայց փաստացի, ինչպես ինքը, ինչպես պաշտպանության նախարարը, որ հիմա նստած է, ինչպես գլխավոր շտաբի պետը, երկու եւ Հայաստանի եւ Արցախի, մի խոսքով բոլոր բարձրաստիճան զինվորականները, ովքեր մասնակից են եղել, տեսել են, իմացել են ու չեն կանխել եւ 5 տարի լռել են, իրենք հանցագործ են։ Վարդան Ղուկասյանը պայքարում է հանցագործների դեմ, թալանչիների, օլիգարխների, նախկին չինովնիկների, հիմա ինչպես հասկանանք։ Ես չեմ ուզում այդ մեղադրեմ, մի օր Վարդան Ղուկասյանը դուրսը կլի, թող այդ հարցին ինքը պատասխանի, դա ավելի ճիշտ կլինի։ Ես հիմա ասում եմ, ինչ որ կա։ Իրան պահում են հատուկ, որ ինքը չմասնակցի ընտրություններին, բայց ով Արշակ Կարապետյանը, ես արդեն ասացի։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան։ Պարոն Հակոբյան, ձեր կարծիքով որոնք են այն արժեքները, որոնց շուրջ օրինակ պետք է միավորվի հայ հասարակությունը, քանի որ քաղաքական բևեռացումը վտանգում է նաև ազգային համերաշխությունը։ Օրինակ դուք որպես մտավորական, որպես հասարակական գործիչ, ինչ ուղերձ օրինակ կհղեի երիտասարդ սերնդին եւ ընդհանրապես հայ հասարակությանը, որ իրականում հիասթափված են քաղաքականությունից էլ, ընտրությունից էլ, այս գործընթացից էլ, հասկանում ենք մի որոշակի հատված օրինակ նշում է, որ միակ տղամարդը, միակ ուժեղ ձեռքը, համախմբող ձեռքը դա Ռոբերտ Քոչարյանն է, որ կարող է երկիրը հանել այս խորը ճահճից, այս փոսից եւ նա կարող է այսպես Մենեջան, ես արեք օրիգինալ չլինեմ, քան նժդերն է սահմանը։ Որովհետեւ աշխարհի վրա չկա ոչ մի նոր բան, ամեն ինչ կա, ամեն ինչ եղել է, ընդհանրապես պետքա հիշել, եզրակացություններ անել։ Առանց անուն ազգանունների, առանց այդ ուժեղ տղեկի, ոյինների, հա։ Այո։ Առանց այդ կեղծ թեզերի։ Բանաձևը, պրծը շատ հստակ տրված է։ Ուզում եք ապրի երկիրը։ Պիտի մեռնի կեղծիքը, այո։ Եթե դուք ստում եք, որովհետև պահի տակ դա ձեռնտու է, այսինքն եթե ես ստեի Արշակ Կարապետյանի մասով խնայի դոգին, նշանակում է ես ինքս անում եմ, ինչ որ անում Քոչարյան Ռոբերտը, Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում իմ ու իրանց տարբերությունը ինչումն է, անուն ազգանունների, այսինքն եթե մենք ստում ենք, որովհետև այդ պահին դա ձեռնտու է, կամ կիսա ճշմարտություն ենք ասում, որովհետև ինչ որտեղ դա
չենք ուզում շակերտավոր թշնամու ջրաղացին ջուր լցնել, սա ամենամեծ կեղծիքն է, որտեղ հիմա ինձ կասեն, վայ, Արշակ Կարապետյանին քննադատեց, նշանակում է Նիկոլ Փաշինյան ջրաղացին ջուր լցեց։ Սրանից մեծ կեղծիք Ձեզ կքննադատեն, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանին նաեւ նույն նժարին դրեցիք, պարոն Հակոբյան, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանին իր թիմակիցները, նրան սատարողները համարում են, որ նա հաղթանակած գործիչ է։ Նա հաղթանակած գործիչ չի։ Ես չգիտեմ իրանք հաղթանակած ինչի նկատ ունեն։ Ուզում ենք իմանանք։ Մի մարդու գործունեությունը, Գայանե ջան, Այո։ բառով սահմանափակել շատ դժվար է։ Եթե ես հիմա վերլուծեմ Ռոբերտ Քոչարյանի 10 տարիները, ես կարող եմ նույնիսկ այնտեղ օգտակար բաներ գտնեմ։ Ես դա կարող եմ անել։ Ռոբերտ Քոչարյանի հենց 99 թվականից սկսած կոնկրետ տնտեսական եւ հարկային քաղաքականությունը ռեստարտեր հայ ժողովրդի համար։ Դրան գումարվեց անշուշտ օգնեց նաեւ Պուտինի ռեֆորմերը Ռուսաստանում, որտեղ սկսեց բիզնեսը զարգանալ եւ դրամական օսկեր գալ Հայաստան։ Այսինքն ես դա տեսնում եմ, բայց դա չի ծածկում են հանցագործությունները, որոնք իրականացել է։ Այսինքն եթե վերցնենք մի բառով ասենք, սա քաղաքական մաս կա, տնտեսական մաս կա, բարոյական մաս կա, շատ մասեր կան, բայց դա կողքին կար նաեւ A1+ փագելը, որպես ամենաարզատ խոսքի տարածող մարմին, որովհետեւ ամեն ինչ պարզ է, ցույց է տալի ինչ այլանդակություններ է կատարվում ընտրությունների ժամանակ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը դա մասին մոռացել է։ Դու փակեցիր առաջի ազատ խոսքը, A1+-ը, որը ցույց է տալի ընտրախախտումների այդ հրեշային համակարգը, որ դուք կիրառում եք։ Հասկանում եք, որ հիմա եթե մենք անկեղծ ենք, պետք է անկեղծ լինենք ամեն ինչում։ Դա համար ես չեմ ուզում օրիգինալ լինել։ Իսկ բարոյական պատասխանատվության մասով, պարոն Հակոբյան, եւ առհասարակ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ իրեն մեղսագրվող հանցագործությունների հետ նա բնավ որևէ աղերս չունի եւ որ այդ ամենը հերյուրանք է իր վսեմագույն անձի նկատմամբ։ Գայանե ջան, այսինքն թող ինքը ինչ ուզում է խոսա, ինքը sense խոսում է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի դատարանը իրան արտադրել է մարտի 1-ի գործով եւ հոկտեմբերի 27-ի դեպքերը այն որ բոլոր ամեն ինչ բացահայտված է, մենք տենց էլ չիմացանք ինչ ցել բացահայտված, հա։ Ով ինչ ուզում է թող ասի, էական չի, բայց մենք ապրել ենք այդ շրջանը։ Մենք տեսել ենք այդ քաղաքական սպանությունների շարանը։ Եվ Քոչարյանի ժամանակ, եւ Սերժ Սարգսյանի ժամանակ, եւ Նիկոլ Փաշինյանի ժամանակ, եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Մենք հիշում ենք ամեն ինչ, ուղղակի չունենք այդ մարմինները, որոնք կհետաքննեն եւ այն դատարանները, որոնք ճիշտ որոշումներ կայացնեն, բայց դա չի նշանակում, որ դեպքերը չի եղել։ Պարոն Հակոբյան, այս օրերին նաև ակտիվ այսպես տեսակետներ են հնչում ամենատարբեր այսպես շրջանակներում, որ կա վտանգ, օրինակ մարտի 1-ի սցենարի կրկնության, տեսակետ կար, որ նոր հոկտեմբերի, չգիտեմ, 27-ի այսպես նախաշեմ ինենք նամանավանդ, որ դրանք տարբեր բաներ են, Գայանե ջան, հոկտեմբերի 27-ը ուրիշ էր, դա իշխանապողություններ, մարտի 1-ը իշխանության տրանսֆեր էր, որը կազմակերպեց Նիվանը Ռոբերտ Քոչարյանը տրանսֆեր անելով Սերժ Սարգսյանին։ Հոկտեմբերի 27-ը մարտի 1-ը դրանք տարբեր իհարկե տարբեր են, բայց դուք տեսնում եք այդ կոնկրետ երկու տարբեր իրավիճակներով պայմանավորված որևէ իրավիճակի այսպես կրկնություն, չգիտեմ, վտանգ։ Մարտի 1-ի պահով, այո, Նիկոլ Փաշինյանը ես ես հիշեցնում եմ, ով է ինքը, որպես մարդատեսակ։ Իհարկե դժվար է որպես մարդատեսակ ասել, բայց այդպես տեսակ կա։ Որ ունա կա եւ ինքը մեծագույն հաճույք է ստանում նման process-ներից։ Եվ դուք լսեք իր խոսույթը եւ ինքը ինչ հաճույքով եւ ողջավորվածությունով խոսում ատելության, բռնության, սատկացնելու, չգիտեմ, պատվալներում սենց լցնելու, ասֆալտային փռելու։ Մենք 8 տարի մենք այդ խոսույթն ենք լսել։ Նա ձեր շրջապատում նայեք։ Ոչ մի adekvat հավասարակշռված մարդ այդ խոսույթը չունի։ Ինքը դրանից ուղղակի սեռական հաճույք է ստանում։ Ինքը տես բաներից խոսալով, ես ես որպես մարդ ճանաչող եմ ասում։ Չասեմ մարդաբան։ Այո։ Բայց ես կարող եմ վերլուծել, որպես խոսքը վերլուծելու պրակտիկա ունեցող եւ գիտելիքներ ունեցող, ես սերտիֆիկացված body language verbal analyst եմ։ Սերտիֆիկացված։ Ես ասում, իրա
վերբալը եւ իր մարմնից այդ հաճույքը, որ ինքը ապրում ամբողջ մարմնով, ինքը մարս սպանելու տեսարաններից հաճույք է ստանում, նույնիսկ մտքից, որ ինքը դա կարա անի, ինքը դրանից հաճույք է ստանում, ինքը կարա եւ ինքը ունակա մարտի 1 իրականացնելու։ Ես ասեմ ավելին, ինքը դա էլ իրականացնելու է, որովհետեւ իր իշխանությունը պահելու այլ շանս չկա։ Իսկ ինքը հասկանում է իշխանություն կորցնելը, դա իր մահապատիժն է։ Բայց տասնյակ հազարավոր երեխեքի սպանությունը ով պետք է պատասխան տա դրա համար։ Ես ելեք այս վերջի ելույթից ասել եմ 15000 ընտանիք, այո, որպես տուժող նստած սպասում է այսօրվա։ Բոլոր անհետ կոդած, զոհված եւ ինվալիդ սարքած իրենների ընտանիքները, տեսեք ասում 15000 ընտանիք, ոչ թե հոգի։ Գումարած են մարդիկ, որ ինչ որ կատարվել է երկրում, իրենց համար միևնույն չի։ Դրանք բոլորը նստած սպասում են Նիկոլ Փաշինյանը շատ լավ, որտեղ ամեն քայլափոխին իրեն հիշացնում են ինչ արել։ Հələ մի հատ դրան գումարեք արցախցիների, որոնց տան ավել արել։ Այսինքն 100,000 պլյուս մարդ կա, որ սպասում է դանակ պատառաքաղները կներեք սրած այսօրվան։ Ինքը շատ լավ հասկանում է։ Կամ ինքն է սպանելու, կամ իրեն։ Են ասում կամ շահնա, բանոն կամ շահին են մորթում, կամ շահն է մորթում։ Այո, շահն է մորթում։ Ինքը շատ հասկանում է այդ բանաձևը։ Նենց ոչ մեկ չմտածի, որ մարտի 1 ինքը չի անելու։ Բայց ստեղ ուրիշ հանգամանք։ Վախեցնող են սցենարները, պարոն Հակոբյան, եւ մտահոգիչ։ Չէ, վախեցնողի, բայց մյուս կողմը կա։ Մարտի 1-ին կար Ռուսաստանի անվերապահ աջակցությունը։ Ռոբերտ Քոչարյանի այո։ Եվ կար Եվրոպայի անվերապահ լռության, տեսեք ինչ եմ ասում, ոչ թե աջակցությունը, այլ լռության հանգամանքը։ Իրանք ոչ մի ռադիկալ քայլերի չգնացին եւ այնտեղ կար կոնսենսուս։ Նույնիսկ եթե իրանք հասկացան, եթե նույնիսկ իրանք գնան բանի կոնֆրոնտացիայի Հայաստանի, դա ոչի չի տալու, որովհետեւ Ռուսաստանի Դաբրոյևը դա իրականացնում։ Ինքը ճանաչել է ընտրությունը եւ վերջ։ Այսօր այս երկու հանգամանքները չկան։ Ոչ Ռուսաստանի անվերապահ աջակցություն կա մարտի 1-ի համար, ոչ Եվրոպայի ասես համաձայնությունը լուր չկա այս հանգամանքները։ Որտեղ շատ լավ հասկանում է Եվրոպային ինչա նշանակում Նիկոլյան Հայաստան, որտեղ ժողովուրդը եւ այդ կառավարությունը թքած ունի մարդու իրավունքների վրա։ Դա Արցախի նկատմամբ արցի վերաբերմունքից է երևում։ Արցախի տեղահանվածների, ցեղասպանվածների էթնիկ զտման հանգամանքը դա միջազգային իրավունք է։ Այսինքն եթե երկիր, որ թքած ունի միջազգային իրավունքների վրա, մարդու իրավունքների վրա, նա եվրոպական ընտանիքի անդամ չի կարող լինել։ Ասել է թե Նիկոլ Փաշինյանի Հայաստանը դա արդեն default պաումալչանյու, ինքը չի կարող լինի եվրոպական ընտանիքի անդամ։ Այսինքն, այո, Նիկոլ Փաշինյանի Հայաստանը պետք չի։ Եվ ոչ Եվրոպային, ոչ Ռուսաստանին։ Մենակ մի հոգու է պետք։ Դոնալդ Թրամփի ժամանակավոր կառավարությանը Սյունիքը ավիրելու համար մեկ էլ երկու թուրքական պետություններին։ Ուրիշ ոչինչ։ Բայց Նիկոլ Փաշինյանը հակառակի մասին է պնդում, խոսում է Թրիփի ծրագրի հեռանկարների մասին, ասում է, որ մենք դրա դիմաց գազ կունենանք, որ օրինակ դրանով մեր տնտեսությունը այո կփորձենք այսպես զարգացման տանել եւ որ մեզ սպասվում է պայծառ ապագա։ Գազ հիմա էլ ունենք, բանը Իրանի գազատարը կա, մեզ ինքը ասում է գազ կունենանք, նկատի Ադրբեջանից որ գազը գնա Թուրքիա, իրար մի պզիկի տեղ կթողեն, ինքը տեղից գազ կստանա։ Բայց Ադրբեջանի եւ Թուրքիային Հայաստանին գազ տալը պետք չի։ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանը վերացնելա պետք։ Իսկ գազատար կա Իրանից Հայաստան։ Այդ կա Իրանից գազատարը հանգիստ կարող ապահովի ինչքան որ պետք է։ Պլյուս մեր ատոմակայանն ու հեկերը։ Հայաստանը ոչ մի խնդիր չունի այդ առումով։ Եթե դա իրոք օգտագործվի։ Բայց դա չի օգտագործում։ Իրանից գազատարը գալի մտնում հայրուս գազարդ, մենք իսկի չգիտենք մենք ինչ գազն ենք, ում գազն ենք ավելի վառում։ Իրանական թե ռուսական։ Մենք գիտենք որ դա վճարում ենք այդքան բան։ Այսինքն այս խոստումները թրիվ դա։ Ես նույնիսկ ասեցի, դա մենակ պետք է Թրամփի վարչակազմին, ոչ թե ԱՄՆ-ի Թրամփի վարչակազմին։ Եվ զոհասեղանին մեղրին է։ Զոհասեղանին մեղրին է, պարոն Հակոբյան։ Ինչի մենակ մեղրին։
Միջև վայք։ Ինչի մեղրի։ Մեղրի սյունիկ վայք այդ ամեն ինչը գնալու է։ Էլ ինչ մնաց։ Այսինքն ուղիղ ճանապարհ միջև Արարատ ասնելու է սա թուրքերի այս իրանք այտենց են ներկայացում են իրանք քարտեզը։ Այսինքն խրամատներ ենք փորելու մայրաքաղաք Երևանում։ Այո։ Եթե Նիկոլ Փաշինյանն ենք ընտրում, պետք է պատրաստ լինենք դրան։ Որը իմիջիալոց արդյունավետ չի լինելու։ Որտեղ դու խոսք չունես։ Մեր պետությունը խոսք չունի։ Եթե Արցախը ապահովում էր խոզությունը, մենք հիմա խոզություն չունենք։ Նիկոլ Փաշինյանը ամենակարևոր ռազմական դիրքերը բարձունքները տվել է առանց մի կրակոցի Ալիևին, հետո լասան պատերազմ չկա։ Ինչի պետք է պատերազմ լինի, երբ որ դու ամեն ինչ ուղղակի տալիս ես։ Պարոն Հակոբյան, բայց ձեր ասած օրինակ մատնանշած նոր քաղաքական ուժերը, որ ասում եք 7 օրինակ 7 նոր քաղաքական ուժ կարող են այսպես որևէ իրավիճակ փոխել եւ իրադրությանը տեր կանգնել։ Արդյոք նրանք կարող են իրականում այս պատասխանատու բեռը վերցնել իրենց ուսերի վրա եւ կարող են այս իրավիճակից, այսպես ասեմ, շահած դուրս գալ եւ նվազագույն վնասներով դուրս գալ այս իրավիճակից։ Դուք դա իրատեսական եք համարում։ Գայանե ջան, սենց ասեմ, իրատեսական մենք ինչ ունենք։ Այո։ Իրատեսական ունենք այն մարդիկ, որոնք իրենց ծառայություններն են առաջարկում, որոնք արդեն փորձված են, որոնք մենք արդեն գիտենք, որ իրանք ոչ թե չեն կարող մեզ ծառայություն տալ։ Իրանք այդ ընթացքում դարձել են միլիարդատեր եւ տուժել է Հայաստանը։ Այսինքն դու գիտեք իրանք արդեն ով են։ Այս նորերը կարող են թե չեն կարող։ Մենք չենք կարող ուժգիր անել։ Մեր ընտրությունը իրանց մեջ է։ Մենք չունենք այն բանը, ասենց ասեմ, մենք չունենք այն արդեն այն նախագահը, որ եղել է, որ իր ժամանակ եղել ամեն ինչ իդեալական, արեք իրան վերընտրենք, որովհետև դա փորձած է։ Մենք այդ պրակտիկան չունենք։ Մենք պետք է նայենք մարդու առաջարկած ծրագրերին, իրեն կենսագրությունը հասկանանք։ Ինքը մեր ստանդարտների մեջ մտնում է, մենք իրեն ուզում ենք վստահենք, թե չէ։ Ռոբերտ Քոչարյանը միլիարդատերների ցուցակում է, պարոն Հակոբյան, մինչ այսօր պնդում է, որ առաջին ցուցակում է։ Հա, անդոդում ինքը պնդում է, որ ինքը կարա 30,000 դրամ ինվեստիցիայով միլիարդատեր ու թղթերով ամեն ինչ ճիշտ է։ Մենք այդ թղթերով ամեն ինչ ճիշտ է։ Սերժ Սարգսյանի ժամանակ էլ ենք լսել։ Թղթերով ճիշտ է, ուրեմն ճիշտ է։ Ինչ թղթապետ տպել է սոս։ Տպեմ տամ։ Իսկապես ցավալի է այն իրականությունը, որի մասին հիմա մենք բարձրաձայնում ենք։ Այդուհանդերձ անդրադառնանք։ Գիտեք ինչն է Գայանե ջան, որ մենք իմանալով ով ով քննարկում ենք դեռ։ Այդ դա է ցավալին։ Դե նրանք են հայտ ներկայացրել։ Ովքեր են, ինչ են արել, մենք դա դեռ քննարկում ենք։ Դա ցավալի է։ Մենք ասենք մտել ենք իշխանական քարոշական մեքենայի տիրույթ։ Դե նրանք են քաղաքական։ Եթե Վարդան Ղուկասյանը ազատ լիներ, հա։ Այսինքն մեդիայի պլյուս Վարդան Ղուկասյանի մեդիա փոխում էր ամբողջ իրականությունը։ Ես կարողանում եմ 40-50,000 մարդկանց մոտ հասան լինել, բայց մենք ունենք 1.5 միլիոն առնվազն ընտրող, որը 50 անգամ ավելի շատ է, 40 անգամ ավելի շատ է, քան ես կարողանում եմ ծածկել։ Բայց մի հսկայական մաս կծածկել Վարդանը եւ այս բանը չենք ունենա։ Մենք ունենենք բալանսի հսկայական փոփոխություն։ Իսկ հիմա ստիպված ենք դրա մասին խոսալ, որովհետև քարոշական ինֆորմացիոն տեղեկատվություն բանը շրջանակներ դեռ ուղղված։ Ամենամեծ թակարդն է։ Եվս երկու հարց, եթե կարելի է, պարոն Հակոբյան, ձեր կարծիքով որ քաղաքական ուժերը այդուհանդերձ, եթե կարողացան քորով մորով անել ընտրությունները հունիսի 7-ին, ձեր կարծիքով որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում, որ ուժերին օրինակ ում անունները կհնչեցնեք, ովքեր դուրս կմնան եւ նաեւ եթե ձեզ համար այսպես դժվար չէ, նաեւ Սամվել Կարապետյանի ճակատագրի հետ կապված, հա, ինչ դիտարկում ունեք։ Դե շատ դժվար է հիմա ասել, ես չեմ ուզենա։ Ես ասեմ մի ամիս առաջ կարող էի հստակ ասել, այսօր չէ։ Հստակ կլինի ինչ որ մի տոկոս անպայման վարչական ռեսուրսի արդյունքում ԿՊ-ին։ Այո։ Կլինի նաև Սամվել Կարապետյանը։ Ես էլ դայն կողքը ով կհայտնվի, ԴՄՄ կարող է ճղի 4%-ի բարերը, թե ասենք շնորհապետականը կարող է այդ 4%-ի հետ բարդույթը հաղթահարի, թե էլ ինչ ուժ, ես դժվարանում եմ ասել։
Ես արդեն մեկ շաբաթից ավել իմ հարցումները չեմ արել, ես սպասում եմ մի քիչ ավելի ուշ անեմ, որպեսզի հասկանամ ինչ փոփոխություններ կան։ Բարի, վերադառնանք նաև Ռուսաստանի Դաշնության այս կոշտ հռետորաբանությանը, մենք գիտենք, պարոն Հակոբյան, որ Մոսկվան սեղմում է տնտեսական օղակը Հայաստանի շուրջ, նաև Ռուսաստանից Հայաստանի դեմ հնչող սպառնալիքների այդ վերջնագրերը, զգուշացումները, տարբեր պաշտոնյաների կողմից հայտարարությունները մի տեսակ սովորական բնույթ են ստացել։ Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին գազի և նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի հնարավոր կասեցման մասին, եթե Եվրամիության անդամակցության գործընթացը շարունակվի։ Ինչ կասեք այս ամենի վերաբերյալ եւ Ռուսաստանի այս կոշտ հռետորաբանությունը ուր կտանի, ինչի կհանգեցնի եւ առհասարակ ինչ տեսլական կա այս հայտարարությունների ֆոնին, ուր ենք մենք գնում եւ ինչ ենք անելու։ Նախասებ գայնա չէ մենք ոչ միտեղ չեն գնում։ Չկա եվրոպական միության ինչ որ նույնիսկ նամյոկ են կողմ գնալու։ Նույնիսկ ակնարկ չկա։ Դա չի անպատասխանում իրականությանը։ Ես ես հիշեցնեմ, եւ դեռ 3 ամիս առաջ Լևոն Պետրոսյանը հայտարարեց, որ անդիմության առաջնորդ պետք է լինի Սամվել Կարապետյանը։ Ես այն ժամանակ հայտարարեցի, որ Կրեմլում որոշում է կայացած փոխել Փաշինյան Նիկոլին։ Ասել է թե իրեն հեռացել են աշխատանքից։ Դա մարտ ամիսն էր։ Այո։ Հետո, եթե դուք հիշում եք, Փաշինյան Նիկոլը ասեց, դե պետք է խնդրեմ, որ ամեն մեկին չեն ընդունում, պետք է խնդրեմ գնամ հնարավորություն ստանամ հանդիպել Պուտինին։ Ու ինքը խնդրելով հնարավորություն ստացավ գնալ Պուտինին խնդրելու, որ ինչ ես ուզում, ինձ փոխես։ Ամեն ինչ արել եմ քո ցուցումով, նույնիսկ 2 անգամ ասեցի Արցախը, Ադրբեջանը, ես ինքս ասեցի։ Ինչ ուզել ես արել եմ, եկել զեկուցել եմ, պետք է եկել եմ Բրյուսելից եմ զեկուցել, գնացի Վաշինգտոն օգոստոսի 8-ին, եկա զեկուցեցի, այսինքն ամեն ինչ արել եմ քո թույլ տվությամբ եւ համաձայնությամբ, ինչ ես ինձ փոխում։ Դե եթե ես դա մասին խոսացի, ասի որ Պուտինի ռեակցիան ինձ sense էր։ Այո, ինքը հանգիստ լսում էր առանց ընդհատելու։ Իմ ենթադրությունը որ մեկը որոշումը կայացած է, խոսա գնա ինչ տարբերություն է, որոշումը արդեն կայացել է։ Դու չկաս։ Այս Փաշինյան Նիկոլը դրան չի ենթարկվում։ Ինքը փորձում ապացուցի, որ ես ջարդելով կարամ պահեմ իշխանությունը եւ դու պիտի իմ հետ հաշվի նստես։ Սա է Նիկոլ Փաշինյան։ Ինքը ոչ միտեղ միևնույն ժամանակ չի մոռանում հայտարարել ամեն օր, որ ես քո հավատարիմ ստրուկն եմ, ինչպես եղել եմ, եւ ես ոչ միտեղ չեմ գնում։ Եվ դու չես կարող ինձ միատամից հեռացնել։ Մենք չենք պատրաստում նույնիսկ թողել ինչ որ մեկին, որ մեր մեջ բան խրի, հա, ասենք սեփ խրի։ Միևնույն ժամանակ ինքը բոլոր հնարավոր ձևերով, մեթոդներով ուզում է բավարարած լինի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, եւ Եվրոպային, եւ չմոռանանք եւ Իրանին։ Ստե ամենակարևոր խաղացողը Իրանն է։ Ոչ Եվրոպան, ոչ Ռուսաստանը, ոչ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Սա ամենակարևոր, եթե ոչ ամենան, գոնե երկրորդ խաղացող Ռուսաստանից հետո Իրանն է։ Մենք էլ ես էլ սպասում եմ իր արձագանքին էս թրիպի մասին խոսակցության վերականգնելու վերաբերյալ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը գնում է վաբանկ, որ ես ջարդելով վերատերանալու եմ իշխանությանը, դու պիտի նստես այս հանգամանքի հետ հաշվի։ Բայց ես խոստանում եմ ոչ միտեղ չգնամ։ Բայց Ռուսաստանում որոշում արդեն կայացած է, որովհետև ես կարող եմ հասկանալ, դատապարտելով, լինելով ամենամեծ հակապուտինիստը, երևի դրանցից մեկը, ես կարող եմ հասկանալ Պուտինին, որովհետև ոչ մեկին հարմար չի աշխատել մեկի հետ, որ անդադ քեզ խափում է ուղղակի։ Իսկ ում հետ է ուզում աշխատել Վլադիմիր Պուտինը։ Դե իր համար ավելի հարմար աշխատողը, ասենք մարդիկ, որոնք ավելի կանխատեսելի են, իրանց հետ քիչ է խնդիրները։ Դա Ռոբերտ Քոչարյանը կարա լինի, դա Սամվել Կարապետյանը կարա լինի։ Պուտինին հարմար է եւ ցանկացած մեկը։ Ես նույնիսկ ես ասեմ, եթե վաղը թեկուզ այլ ընտրվի Հայաստանում, Արշավետի պաշտոնում, Պուտինը նույն ձևի հետ աշխատելու է։ Նույն ձևի աշխատելու է նաեւ Եվրոպան։ Այսինքն բացի Փաշինյանից բոլորի հետ։ Այո, ես վստահ եք իրանք են աշխատել երկուսի հետ էլ։ Ոչ մեկ չի ասելու Պուտին ռադերի Հայաստանից եւ ոչ մեկ չի ասելու ես մերժում եմ Եվրոպային։ Իրանք պետք է փորձեն երկու կենտրոններին էլ հավասարակշռել, աշխատել, բայց Նիկոլ Փաշինյանը, քանի որ ինքը տգետ է բնությունով, ինքը հավասարակշռել բառը սխալ է հասկանում։ Ինքը պրոստիտուցիան սիտուացիա հետ խառնել է։
Սիտուացիան այլ բան է, պրոստիտուցիան այլ բան է։ Ինքը գնում է պրոստիտուցիայի ճանապարհով մտածելով, որ սենց ինքը կերտում է դիվանագիտություն։ Բայց քանի որ դա իր բնույթն է, ինքը դա է օգտագործում։ Այդ երկրների համար դա հասկանալի չի։ Ավելավա դու սիտուացիոն հասկանաս եւ ասես գիտես ինչ, ես քո հետ կարամ այս մակարդակի, քո հետ կարող եմ այս մակարդակի, բայց բոլոր կողմերի համար հասկանալի լինես, ինչպես Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են եղել։ Սերժ Սարգսյանը Եվրոմիության հետ ավելի սերտ աշխատել, քան Նիկոլ Փաշինյանը Եվրոմիություն գոռալով։ Եվ խնդիրել չենք Եվ ունեցել։ ժամանակ ընդունելի հասկանալի է եղել Ռուսաստանի համար։ Այդպես չի։ Միանշանակ։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Հակոբյան, ուշագրավ պատասխանների համար։ Մնացեք խաղաղությամբ, դեռ առիթ կունենանք էլի զրուցելու։ Լավ մնացեք, շնորհակալ եմ ձեզանից։ Մերժեք Նիկոլ Փաշինյանի եւ միասին թերթենք Ադրբեջանի վերջին էջը։ Սա է իմ կոչը եւ խնդրանքը։ Մերժեք կապիտուլյանտին։ Շատ լավ։ Կթերթենք Ադրբեջանի վերջին էջը։ Այսքանը շնորհակալություն։ Ձեզ էլ եմ շնորհակալ, հաջողություն ձեզ, պարոն Հակոբյան։ Հաջողություն։ Հաջողություն։